Բարև ձեզ հարգելի վեբինարի մասնակիցներ, ուրախ եմ ձեզ նորից հանդիպել այս կայքում և ինչպես գիտեք գրանցվել եք մեր վեբինարին և այսօրվա մեր թեման է աղյուսակների ստեղծումը։ Պետք է սովորենք ինչպես կարող ենք ստեղծել աղյուսակներ Microsoft Word ծրագրի միջավայրում։ Ուրեմն, մինչ դասի թեման անցնելը, խնդրում եմ ստուգեք ձեր համակարգիչներում կապի առկությունը, ստուգեք արդյոք ձեր ականջակալները և բարձրախոսը կարգին վիճակում են, և եթե որևէ խնդիր կա, կառաջարկեմ թարմացնել ձեր ինտերնետային էջերը։ Ես Անուշ Թորոսյանն եմ, ՏՀՏ մասնագետ և այսօր կկիսվեմ իմ փորձով և գիտելիքներով։ Այսօրվա մեր դասի նպատակն է սովորել ստեղծել աղյուսակներ Microsoft Word ծրագրում, կսովորենք ինչպես խմբագրել պատրաստի աղյուսակները, ինչպես կավելացնենք տողեր, սյուներ, կձևավորենք պատրաստի բջիջները։ Ես հիմա ձեզ ցույց կտամ իմ էկրանը և քայլ առ քայլ կանցնենք առաջ։ Խնդրում եմ արձագանքեք, արդյոք երևում է իմ էկրանը, թե ոչ, եթե ինչ-որ խնդիր կա, կարող եք ձեր հաղորդագրությունները թողնել։ Կսկսենք ամենապարզ աղյուսակներ ստեղծելու հնարավորությունից։ Ուրեմն աղյուսակներ ներմուծելու համար պետք է նախ մտնենք Վստահկաներտիրը, անգլերեն տարբերակում Insert, և ընտրենք Tablica կամ Tables գործիքը։ Ուրեմն, երբ սեղմում ենք Tablica գործիքի վրա, մեզ առաջարկվում է քանի սյուն և քանի տող ենք ընտրելու։ Օրինակ, ստեղծենք 4 տող և եկեք վերցնենք 6 սյուն ու բաց թողնենք։ Ինչպես դուք նկատում եք, արդեն աղյուսակը պատրաստ է մեր էկրաններին։ Ես ստեղծեցի 6 սյունից և 4 տողից կազմված մի աղյուսակ։ Ուրեմն, սա ամենապարզ պատրաստի աղյուսակն է, որի հետ կարող ենք կատարել տարբեր գործողություններ։ Աղյուսակի չափսերը կարելի է փոփոխել օգտվելով նորից հորիզոնական և ուղղահայաց կանոններից։ Իմ էկրաններին, ինչպես տեսնում եք, կանոնը չի երևում և ես ինչպես կարող եմ դրանք բերել։ Դրա համար մտնում ենք With և ընտրում ենք Linear, անգլերեն տարբերակում ընտրում ենք View, այնուհետև Ruler։ Հարգելի Լիաննա, իսկ հիմա արդյոք ձայնս լսվում է։ Շատ լավ, հարգելի մասնակիցներ, եթե նորից ինչ-որ խնդիր կա, կարող եք արձագանքել։ Մեկ անգամ էլ կրկնեմ, որ կանոնը կարելի է ցուցադրել և թաքցնել, այցելելով կամ մուտք գործելով With ներդիրը, View ներդիր և նշելով Linear, իսկ անգլերեն տարբերակում Ruler տարբերակը։ Փորձենք լայնացնել մեր աղյուսակի առաջին սյունը։ Երբ մկնիկը մոտեցնում եմ հորիզոնական կանոնի մոտ, տեսեք, այստեղ անջատիչներ կան։ Մկնիկը ընդունում է երկկողմանի սլաքի տեսք և ձախ սեղմակը պահած ես կարող եմ տեղաշարժել այն։ Այս դեպքում ամբողջ աղյուսակը և սյունն հետը ընդարձակվում են, լայնանում են։ Նորից փոքրացնելու համար կարող ենք օգտվել նույն տարբերակից։ Եթե ցանկանում եք լայնացնել սյունը, բայց չեք ցանկանում փոփոխել աղյուսակի չափսերը, այս դեպքում ոչ թե օգտվելու ենք կանոնների անջատիչներից, անջատման գծերից, այլ հենց օգտվելու ենք աղյուսակի գծերից։ Տեսեք, մկնիկը երբ մոտեցնում եմ աղյուսակի առաջին սյան մոտ, այն նույնպես ընդունում է երկկողմ սլաքի տեսք։ Այս դեպքում ձախ սեղմակը մկնիկի պահած, երբ տեղաշարժ եմ կատարում, փոփոխվում է միայն իմ առաջին սյան լայնությունը, սակայն այս դեպքում իմ աղյուսակի հետ որևէ փոփոխություն չի կատարվում։ Այս նույնը կարող ենք կատարել նաև տողերի հետ։ Ես լայնացրեցի իմ աղյուսակի առաջին և երկրորդ տողերը։ Ուրեմն աղյուսակների հետ կարող ենք կատարել շատ գործողություններ, ներկայացնեմ դրանցից ամենաշատ կիրառվողները։ Փորձենք ստեղծել պարզ աղյուսակ, որի առաջին սյունը ազգանունն է,
Մյուս սյունը անունը, երրորդ սյունը ենթադրենք հայրանունը։ Եվ անհրաժեշտ է ավելացնել նաև հերթական համարները, որը ես բաց թողեցի ու դիտավորյալ բաց թողեցի։ Ինչպես կարող ենք ավելացնել սյուն ձախ կողմից։ Ուրեմն, աղյուսակների հետ կատարվող բոլոր գործողությունները իրականացվում են կոնստրուկտոր և մակետ ներդիրների օգնությամբ։ Այս ներդիրները մինչ այն պահը, երբ աղյուսակը նշված չէ, ակտիվ չէ։ Հիմա տեսեք, ես աղյուսակից դուրս եմ գալիս ու ինձ մոտ բացակայում են աղյուսակի հետ կատարվող գործիքաշարերի հրամանները։ Եթե նշեմ աղյուսակի որևէ բջիջ, ապա այս երկու հրամանները կակտիվանան։ Առաջանում է ռաբոտը ստաբլիցնի, վերևում էլ նշվում է վերնագրով, որ սրանք նախատեսված են կոնստրուկտորը և մակետը միայն աղյուսակների հետ գործողություններ կատարելու համար։ Դե ինչ անցնենք առաջ և ազգանունից դեպի ձախ ավելացնենք սյուն համարակալելու համար։ Դրա համար պետք է օգտվենք մակետ գործիքաշարից։ Կոնստրուկտորը սովորաբար նախատեսված է նրա համար, որպեսզի եզրագծերին ձև տանք, թաքցնենք եզրագծերը, հաստացնենք, իսկ մակետը ավելի շատ սյուներ, տողեր ավելացնելու և նրանց հետ կատարվող գործողությունների համար է։ Ընտրում եմ մակետը և բացվող գործիքաշարերից ընտրում եմ ստավից սլևը հրամանը։ Ինձ մոտ ավելացավ առաջին սյունը։ Այստեղ ավելացնենք հերթական համարը։ Հերթական համարը սովորաբար կարող եմ դնել անգլերեն մեծատառ N-տառը կամ համարի նշանը կարող ենք բերել օգտվելով նորից ստավկա ներդիրից։ Ստավկա սիմվոլ և սիմվոլների մեջից փնտրում ենք համարի նշանը։ Ես սրա վրա այս պահին ժամանակ չեմ կորցնի, դրուկի սիմվոլներից գտնում ենք և ներմուծում ենք։ Որևէ հարց կա, հարգելի մասնակիցներ։ Խնդրում եմ ձեզ մոտ բացեք նոր ծրագրի որևէ էջ և ստեղծեք որևէ աղյուսակ։ Կարող եք կրկնել իմ կողմից առաջարկած քայլերը։ Անցնենք առաջ և փորձենք ավելացնել տողեր։ Նախ համարակալենք։ Համարակալման համար շատ ժամանակ սխալմամբ մուտքագրում են ստեղնաշարից 1, 2, 3, բայց ես խորհուրդ կտամ, որպեսզի դուք համարակալման համար կիրառեք ստանդարտ համարակալումը, իսկ դրա համար օգտվելու ենք գլավնայա ներդիրի կամ home ներդիրի անգլերեն տարբերակում numbering գործիքից, նումերացիա։ Նշում ենք բոլոր տողերը և սեղմում ենք այս գործիքի։ Ես այս պահին չեմ կատարում, մի հնարավորություն ցույց կտամ, նոր կկիրառենք։ Ավելացնենք տող 2 և 3 համարներով տողերի միջև։ Դրա համար պետք է նշենք կամ երկրորդ տողի որևէ մի բջիջ, պարտադիր չի նշել ամբողջ տողը։ Բավական է նշել երկրորդ տողից որևէ բջիջ կամ երրորդ տողից որևէ մի բջիջ։ Էական չի, թե որ մեկը կնշենք։ Նշեմ երկրորդ տողից, ասենք հայրանուն սյան ուղղությամբ բջիջը։ Այնուհետև տող ավելացնելու համար նորից ընտրելու եմ մակետ ներդիրը։ Քանի որ ես երկուսի ներքևն եմ ավելացնելու, այս դեպքում կընտրեմ ստավից սնիզում։ Անգլերեն տարբերակում insert below հրամանն է։ Ովքեր աշխատում են անգլերեն տարբերակում, ես կփորձեմ նաև ասել հրամանները անգլերենով։ Այժմ ավելացնենք տող 3 համարից դեպի վերև։ Նշում ենք երրորդ տողի որևէ մի բջիջ և ընտրում ենք ստավից սվիարխու։ Անգլերեն տարբերակում insert above հրամանն է։ Երբ ստեղնաշարից եմ ես մուտքագրել 1, 2 և 3 համարները, այս դեպքում համարակալումը ավտոմատ ձևով չի կատարվում։ Ջնջենք սրանք և համարակալումը դնենք ավտոմատ եղանակով։ Ընտրեմ գլավնայա ներդիրը, անգլերեն տարբերակում home և ընտրենք սովորական համարակալում։
Այժմ փորձենք տող ավելացնել 2-ի և 3-ի միջև։ Ընտրում եմ երկրորդ տողից որևէ մի բջիջ, ընտրում եմ մակետ հրամանը և տալիս եմ վստահից սնիզու։ Եթե ուշադիր եղաք, իմ տողերը դարձան 6, 2-ի և 3-ի միջև տող ավելացավ և համարակալումը ավտոմատ ձևով իրականացվեց։ Այժմ կարիք չկա համարները ջնջել և ստեղնաշարից նորից մուտքագրել։ Տող ավելացնելու ամենաշատ ձևերից մեկը և կիրառական ձև է սա, վերջից տող ավելացնելն է։ Դրա համար մկնիկը տեղակայում ենք վերջին վանդակի վրա, աղյուսակի վերջին վանդակի վրա և ստեղնաշարից սեղմում ենք թափ ստեղնը։ Եթե վերջին վանդակի վրա չէ, թափ ստեղնի սեղմելով, տեղաշարժ եմ կատարում վանդակների վրայով, հասնելով մինչև վերջին բջիջը կամ վանդակը։ Խնդրում եմ կիրառեք։ Հարգելի վեբինարի մասնակիցներ, այժմ ավելացնենք որևէ սյուն անուն և հայրանուն սյուների միջև։ Նույն հրամաններն են, միայն թե այստեղ իրականացնում ենք ոչ թե տողերի հետ, այլ սյուների հետ գործողությունները։ Եթե ընտրված է անուն սյունից որևէ բջիջ, պարտադիր չէ նշված լինի ամբողջ անուն սյունակը։ Տալիս եմ վստահից սլևը, որովհետև ես անունի և հայրանունի միջև պիտի ավելացնեմ։ Նշվածից դեպի ներողություն եմ խնդրում, նշվածից դեպի աջ։ Անունի և հայրանունի միջև ավելացնելու համար պիտի ընտրեի վստահից սպրավը։ Փորձենք ջնջել մեր ավելացրածությունները։ Նորից, եթե մկնիկի ցուցիչը կամ կուրսորը, ընդունված այդպես անվանել, որևէ բջջի վրա է, ընտրում ենք ուդալից։ Ուդալից գործիքով մենք հեռացնում ենք տողեր, սյուներ, բջիջներ։ Քանի որ մենք հեռացնելու ենք մի ամբողջական սյուն, ես կընտրեմ ուդալից ստոպցի։ Անգլերեն տարբերակում կընտրեք delayed columns հրամանը։ Շատ դեպքերում հարկ է լինում աղյուսակներում մուտքագրել տվյալներ ու սովորաբար ազգանուններ և անուններ։ Ու անհրաժեշտ է ազգանունները իրար տակից գրված լինեն, իսկ անունները իրար տակից գրված լինեն։ Ես մի քանի ազգանուններ մուտք անեմ։ Սովորաբար շփոթված շատ դեպքերում ազգանունները և անունները մուտքագրում են մի վանդակի մեջ, ինչը հնարավորություն չի տալիս հետագայում կիրառել հավասարեցման եղանակը։ Եվ հարց է առաջանում, ինչպես կարող ենք մենք հավասարեցնել անունները մի ուղղությամբ։ Դրա համար խորհուրդ կտամ, որ անունները մուտքագրեք առանձին սյունակով, իսկ գիծը հարմար կլինի հեռացնել։ Տեսեք, ազգանունը և անունը տարանջատված են առանձին գծով։ Այժմ պետք է անտեսանելի սարքենք ազգանունը և անունը բաժանող գիծը։ Նշում ենք այս բոլոր վանդակները, ձևերից մեկը հետևյալն է։ Նշում ենք վանդակները և պիտի նրանց միջև մեջտեղի գիծը ոչ թե ջնջենք, այլ դարձնենք անտեսանելի։ Գծերի հետ կատարվող գործիքները ընտրում ենք կոնստրուկտոր ներդիրից։ Ընտրում ենք գրանիցի և քանի որ մենք հեռացնելու ենք նշված սյուների մեջտեղի գիծը, ընտրում ենք այս մեջտեղի հրամանը։ Այս դեպքում ես ոչ թե ջնջեցի գիծը, ուղղակի դարձրեցի անտեսանելի։ Ctrl Z-ով վերականգնեմ գիծը և ցույց տամ մյուս հնարավորությունները։ Եթե ընտրենք ազգանուն սյունը, այս դեպքում պետք է անտեսանելի սարքենք նշված սյան աջ եզրը։ Դրա համար գրանիցի գործիքից արդեն կընտրեմ պրավայա գրանիցը։
Նորից վերականգնեմ և ընտրեմ մյուս հնարավորությունը։ Եթե ընտրված է անուն սյունակը, այս դեպքում գրանիցի գործիքներից կընտրենք լևայա գրանիցը։ Տեսեք, կանոնի վրա չի կորել աղյուսակի բաժանարար գիծը, այլ ընդամենը այն դարձել է անտեսանելի։ Աղյուսակների հետ կատարվող գործողություններից են նաև տեքստերի հավասարեցման եղանակները։ Մենք սովորաբար տեքստերը հավասարեցնում ենք կենտրոնից, ձախ եզրից և աջ եզրից։ Աղյուսակներում այդ նույն հրամանները կարելի է կիրառել օգտվելով գլավնայա ներդիրի հավասարեցման եղանակները։ Բայց այս դեպքում, եթե ուշադիր եք, ազգանունը և անունը հավասարեցվում են միայն հորիզոնական ուղղությամբ։ Իսկ տեքստը, եթե ցանկանում ենք հենց հայտնվի բանդակի կենտրոնական մասում, ոչ թե օգտվելու ենք գլավնայա ներդիրի հավասարեցման գործիքներից, այլ նորից օգտվելու ենք մակետ գործիքաշարից։ Ընտրեմ մակետը, այստեղ վիռավնիվանյա հավասարեցման եղանակները առաջարկում են և ընտրեմ կենտրոնական հավասարեցումը։ Եթե անհրաժեշտ է, որ փորձենք մի քիչ լայնացնել, որ ավելի տեսանելի լինի, բանդակները լայնացնենք։ Հիմա անհրաժեշտ է, որ իմ ազգանունները լինեն ձախ եզրից և կենտրոնից հավասարեցված։ Նշում եմ և ընտրում եմ այս տարբերակը։ Նույն ձևով վարվենք նաև անունների հետ։ Ուրեմն, եթե ցանկանում ենք հենց կոնկրետ բանդակում կենտրոնական մասից հավասարեցնել մուտքագրված տեքստը, նշում ենք և ընտրում ենք կենտրոնական հավասարեցման գործիքը, որը գտնվում է մակետ գործիքաշարում։ Խնդրում եմ հարգելի վեբինարի մասնակիցներ այս հնարավորությունները կիրառեք ձեր համակարգիչներում։ Հիմա ես երբ լայնացրեցի իմ տողերը, տողերի բարձրությունը մեծացրեցի, մեկը շատ մեծ եմ դրել, մյուսը կարճ եմ դրել, փորձենք հավասարեցնել։ Ուրեմն հավասարեցման շատ կարճ և հարմար եղանակ կա։ Նշում ենք տողերը և ընտրում ենք հավասարեցման ավտոմատ հավասարեցման եղանակից, որը գտնվում է մակետ գործիքաշարում։ Մեկ մկնիկի հարվածով բոլոր տողերը հավասարեցվեցին։ Կարելի է հավասարեցնել նաև սյուների լայնությունները։ Եթե ես ցանկանում եմ իմ վերջին 3 սյուները, ասենք այս հայրանունը մաքրեմ, ու նորից խախտել ենք, ու այստեղ փորձենք նորից մեկ սյուն ավելացնել, օգտվենք կոնստրուկտոր գործիքաշարից։ Նշում ենք և ընտրում ենք մակետ, այնուհետև հավասարեցման հորիզոնական եղանակը։ Սրանք այն գործիքներն են, որոնք թույլ են տալիս շատ արագ խմբագրել աղյուսակները։ Երբեմն հարկ է լինում ստեղծել մի քիչ բարդ տեսքի աղյուսակներ։ Ինչպես կարող ենք դա իրականացնել։ Ես ձեզ համար պատրաստել եմ տարբեր տիպի օրինակներ, որոնց վրա էլ կցուցադրեմ այդ բոլոր հնարավորությունները։ Բացեցի մյուս ֆայլը։ Փորձենք ստեղծել հենց առաջին օրինակը։ Ես նկարների տեսքով սրանք վերցրել եմ տարբեր ինտերնետային կայքերից և փորձենք այս նույն աղյուսակները ստեղծել Microsoft Word ծրագրով։ Ստեղծենք առաջին աղյուսակի նման աղյուսակ։ Դրա համար նախ հաշվում ենք մեր սյուների քանակը, 1, 2, 3, 4, 5 սյունից։ Դե տողերը ավելացնելու որևէ խնդիր չէ, բայց փորձենք փորձնականորեն գոնե հաշվել մոտավոր քանակը պահպանելով։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11։ Ուրեմն 6 սյուն և 11 տող։ Աղյուսակ ավելացնելու համար մտնում ենք տաբլիցը և կարող ենք ստեղծել առաջարկող մակետից։ Ստեղծելու մյուս հնարավորությունը Stavist տաբլիցա հրամանն է։ Չիսլո ստոպցը դաշտում մենք ավելացնում ենք սյուների քանակը, անգլերեն տարբերակում number of columns
Իսկ число ստրոք, number of rows, անգլերեն տարբերակում է, ավելացնենք տողերի քանակը և հաստատենք OK-ով։ Ուրեմն, բջիջները միաձուլելու տարբեր եղանակներ կան, դրանցից մեկը սովորական ռետին կիրառելն է։ Ռետինով ես կարող եմ հեռացնել լրացուցիչ գծերը։ Սակայն կա մեկ ավելի պարզ հնարավորություն, որը թույլ է տալիս միաձուլել բջիջները։ Նշում եմ վանդակները և օգտվում եմ մակետ գործիքաշարից։ Объединить ячейки, անգլերեն տարբերակում merge cells։ Կարծես թե նմանվում է, անցնենք առաջ և մինչև մենք տեքստը չմուտքագրենք, այնքան էլ նկատելի չի լինի մեր կատարված գործողությունները։ Առաջին սյան մի քանի բջիջներ ևս միաձուլված են, դրանք ևս միաձուլենք։ Նշում եմ բջիջները և նորից կիրառում եմ объединить ячейки հրամանը։ Եթե ուշադիր եք, ներքևի վանդակները ևս միաձուլված են, 4 վանդակը։ Նշենք այս 4 վանդակները և նորից կիրառենք объединить ячейки հրամանը։ Եթե ուշադիր եք, ես վերջում մեկ տող պակաս էի հաշվել, հիմա ավելացնենք վերջում տող։ Վերջում տող ավելացնելու ձևերից մեկը այն է, որ նշում ենք վերջին վանդակը և ընտրում ենք ստեղնաշարի թափ գործիքը։ Փորձեմ մյուս եղանակն էլ ասել։ Նշում եք վերջին վանդակի մոտ դրսի կողմից և ընտրում եք ստեղնաշարի Enter ստեղնը։ Սա ևս մի տարբերակ է աղյուսակի վերջից տող ավելացնելու համար։ Միայն վերնակրերը մուտքագրենք։ Ներողություն եմ խնդրում հայերենի համար, չէի նկատել։ Կիրառենք նաև հավասարեցման եղանակը։ Ուրեմն, տեքստ մուտքագրելու տարբեր հնարավորություններ կան, ստեղնաշարից մուտքագրելու դեպքում սովորաբար տեքստը մուտքագրվում է ձախից աջ, իսկ եթե ուշադիր եք, մեզ մոտ աղյուսակում տեքստը գրված է ուղղահայաց ուղղությամբ։ Տեքստի ուղղությունը մենք կարող ենք փոխել կիրառելով направление տեքստը, անգլերեն տարբերակում text direction գործիքից, որը պես գտնվում է մակետ գործիքաշարում։ Ուրեմն, սա տեքստը ընդհանրապես փոխում է ուղղությունը, իսկ առանձին այստեղ գրելու համար մեկ ուրիշ հնարավորություն կա, որը մի քիչ հետո ձեզ ցույց կտամ։ Աղյուսակը սարքենք վերջացնենք, նոր կանցնեմ տեքստի հետ աշխատանքին։ Նորից կիրառենք կենտրոնական հավասարեցումը։ Ես փոքր ինչ ձևափոխեցի առաջարկող տարբերակը։ Եվ ներքևի տողում company total բառը ևս գրված է միացված բջիջների շարքում։ Ողջույն հարգելի Մարիա, դուք կարող եք նաև հետագայում լսել վեբինարի ձայնագրությունը, հուսով եմ ամեն ինչ հասկանալի կլինի, մենք շատ առաջ չենք անցել։ Ուրեմն նշենք վերջին երկու բջիջները և նորից ընտրենք объединить ячейки հրամանը։ Եթե ուշադիր եք, այստեղ աղյուսակի ձևավորման խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ իմ աղյուսակի դրսի եզրագիծը փոքր-ինչ ուրիշ եզրագծով է և մի քիչ հաստ է։ Ուրեմն, ինչպես ենք դա իրականացնելու։ Ընդհանրապես եզրագծերի ու գծերի հետ կատարվող բոլոր հրամանները գտնվում են կոնստրուկտոր գործիքաշարում կամ ներդիրում։ Ուրեմն, օգտվելու ենք գրանիցի գործիքներից, բայց մինչ այդ մենք ընտրենք գծի ձևը և հաստությունը։ Գծի ձևը ընտրում ենք նարիսավայց գրանիցի գործիքների խմբից,
Ընտրեմ ձևերից մեկը, կարծես թե սա է։ Ինձ առաջարկում է, որ մատիտով գիծը տանեմ, սակայն ընտրում եմ ամբողջական աղյուսակը, աղյուսակ ամբողջությամբ նշելու համար, եթե ուշադիր եք, աղյուսակի վերևի ձախ անկյունում փոքրիկ քառակուսի կա, սեղմելով նրա վրա նշվում է ամբողջ աղյուսակը։ Եվ գրանիցի գործիքին սեղմելով բացվում է մի ցանկ, որտեղից կընտրենք внешние границы, արտաքին եզրեր։ Մնացած իմ եզրագծերը մնում են անփոփոխ, ձևափոխվում է միայն արտաքին մասը։ Հուսով եմ հասկանալի է և կխնդրեմ ձեզ մոտ ևս կիրառեք այս հրամանները։ Դե լավ, անցնենք առաջ և ներկայացնեմ հաջորդ գործողությունը։ Եթե ուշադիր եք, կային երկու գծով նշված գծեր։ Նույն գործիքներն են կիրառելու, միայն թե այլ գծերի համար։ Նորից կոնստրուկտոր, այսպես էլ չսովորեցի այս բառը ճիշտ արտասանել, կոնստրուկտոր ներդիրից ընտրում ենք գծի ձևը, երկու գիծ, կարող ենք մատիտով քաշել։ Գծի վրայից մատիտով եթե քշում ենք, այս դեպքում սովորական գիծը դառնում է կրկնակի գծով։ Եվ մյուս տարբերակը։ Նշում եմ այն վանդակները, որոնց ներքևի մասը պետք է փոխեմ, հետև գրանիցի գործիքներից ընտրում ենք նիժնայա գրանիցա հրամանը։ Նույնը կատարենք նաև առաջին վանդակի համար։ Քանի որ գիծը արդեն ընտրված էր, ապա միանգամից իմ դրած հրամանը տարածվեց նաև այս վանդակի համար։ Վերևի և ներքևի գծեր ընտրեցինք։ Մեր աղյուսակը կարծես թե պատրաստ է, մնում է լրացնել միայն տվյալները։ Իսկ այստեղ East and West-ը ուղղակի սովորական տող առ տող մուտքագրված են տառերը։ Enter-ով անցած է հաջորդ տող և մուտքագրված է։ Ինձ մոտ այն հրամանն է դրված, որ Enter սեղմումը մեծատառի ռեժիմ է անցնում, բայց եթե այդ ռեժիմը անջատենք, ավտոմատ ձևով կգրվի նաև փոքրական։ Հարգելի վեբինարի մասնակիցներ, մեկ անգամ ևս հիշեցնեմ այն գործիքները կամ ցույց տամ այն գործիքները, որոնք մենք կիրառեցինք այս աղյուսակը պատրաստելու ընթացքում։ Փոխեցինք տեքստի ուղղությունը փոխում ենք մակետ գործիք հաշարի, направление տեքստը հրամանի օգնությամբ։ Փորձենք մի բան գրել և փոխել ուղղությունը։ Մենք կիրառեցինք նաև վանդակում տեքստերի հավասարեցման եղանակը, կենտրոնական, և կիրառեցինք գծերի ձևը։ Գծերի ձևը ընտրում ենք կոնստրուկտոր գործիք հաշարից, կարող ենք կիրառել սովորական մատիտը կամ կարող ենք կիրառել գրանիցի գործիքը։ Նշված վանդակի վերևի, ներքևի, աջ թե ձախ կողմերն ենք ուզում փոփոխել։ Սա է մեկ այլ տարբերակ։ Երբեմն անհրաժեշտ է լինում կիսել վանդակը։ Վանդակները կիսելու համար նորից կարող ենք օգտվել մատիտ գործիքից, որը ամենապարզ գործիքն է։ Ընտրում ենք нарисовать таблицу գործիքը և սովորական գիծ ենք քաշում։ Բայց մինչ այդ պետք է դուք нарисовать границы գործիքից ընտրեք գծի ձևը։ Եթե ես դնեմ սովորական գիծը, սովորական գիծ կքաշի։ Ներքևի մասում տալիս է նաև գծի հաստությունը։ Իսկ մյուս տարբերակը բջիջները բաժանելու եղանակը նորից օգտվում ենք մակետ գործիքաշարից։ Հիմա փորձենք կիսել այս նշված վանդակը։ Ոչ թե ընտրում ենք
объединить ячейки, այլ ընտրում ենք разбить ячейки հրամանը։ Եվ նշելու եմ, թե քանի սյուների եմ ուզում բաժանել նշված տողը։ Եթե ես ուզում եմ բաժանել 2 մասի, հենց 2-ն էլ կթողնեմ, число ստոպցով դաշտը։ Փորձենք բաժանել այն 3 մասի։ Okay, հրամանով հաստատեցինք։ Այս նույնը կարելի է անել ընտրելով մատիտ գործիքը և սովորական գծերը տանել։ Եթե ինչ-որ հարցեր կան, պատրաստ եմ պատասխանելու։ Այս ներքևի աղյուսակը, որը պատրաստել էի ձեզ համար, նորից ձևավորելու համար, շատ պարզ է, այստեղ պիտի ներկայացնեմ միայն վերևի ձևավորումը։ Վանդակները ներկելու տարբերակներից մեկը այն է, որ նշում ենք վանդակները և ընտրում ենք զալիվկա գործիքը։ Իսկ մյուս տարբերակը դա ավտո ձևավորման եղանակն է։ Սովորական ստիլի տաբլիցի, եթե տեսնում եք, այստեղ աղյուսակների ձևավորման տարբեր ոճեր կան։ Ավտոմատ ձևով մեր պատրաստած աղյուսակը ձևավորվում է։ Այստեղ մեջտեղի գծերը հանվում են, այս ուրիշ ձևեր էլ կան, երբ որ մեջտեղի գծերը պահպանվում են։ Սա ևս շատ պարզ աղյուսակ է, որը դուք կարող եք ստեղծել իմ ներկայացրած բոլոր գործիքների օգնությամբ։ Նախ կստեղծեք աղյուսակը, համարակալումը ցույց եմ տվել և ներքևի տողում միայն պիտի կատարեք բջիջների միաձուլում։ Բջիջների միաձուլումը մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ կարող ենք իրականացնել մակետ գործիքաշարի объединить ячейки հրամանով։ Այս պահինից մոտ объединить ячейки հրամանը ակտիվ չէ, քանի որ որևէ բջիջ ընտրված չէ։ Մյուս երրորդ աղյուսակը, որը պատրաստել եմ, որ ձեզ ներկայացնեմ, փորձենք այն ստեղծել։ Ինքը արտաքուստ շատ պարզ է թվում։ Պիտի ստեղծենք 5 տող և 6 սյուն։ Փորձենք միայն առաջին տողի տվյալները մուտքագրել։ Շատ դեպքերում տվյալները մուտքագրում են միայն մի բջջում, իրար հետևից և enter սեղմելով։ Սակայն եթե հիմա հարց է առաջանում, այս 2-ի 2, 1,125, 2,825-ի միջև ավելացնել որևէ տվյալ։ Գրենք նաև երկրորդ սյան միայն մի քանի տվյալներ։ Հիմա անհրաժեշտ է 2,2, 1,425 և այդ տողին համապատասխան տվյալներից վերև ավելացնել մեկ ուրիշ տվյալներ։ Դրա համար սովորաբար գիտենք, կիչեցնենք վերևի տեքստը և կավելացնենք մեր ցանկացած տվյալը։ Սակայն այս դեպքում աղյուսակը խախտվում է և յուրաքանչյուր թվի համապատասխան թիվը կորցնում է իր տեղը։ Որպեսզի նման խնդիր չառաջանա, ես ձեզ կառաջարկեմ, որ յուրաքանչյուր տվյալ գրվի առանձին տողում։ 1,0 գրենք առանձին տողում, 4,5-ը առանձին, 2,2-ը և 4,7-ը առանձնացնենք և առանձնացնենք նրանց համապատասխան թվային տվյալները։ Այս դեպքում, եթե մենք փորձենք տվյալներ ավելացնենք, ընդամենը անհրաժեշտ է 1 տող ավելացնել, ուրիշ ոչինչ, և դարձնել վանդակները անտեսանելի։ Հիմա պետք է ես 1, 4, 2,2, 4,7 այս թվերի միջև եղած գծերը դարձնեմ անտեսանելի։
Նորից ընտրում եմ գրանիցի ու ընտրելու եմ մեջտեղի գծերը, սակայն եթե ես ընտրեմ մեջտեղի գծերը, սրանք կդառնան թավ, որովհետև այստեղ հաստ գիծ են տրված։ Ընդամենը ընտրենք առանց եզրերի և դնենք, որ հորիզոնական մեջտեղի գծերը դառնան անտեսանելի։ Նույնը կկատարենք նաև կողքի վանդակների հետ։ Ու մեկ հարվածով ամեն ինչ հնարավոր իրականացնել։ Հիմա փորձենք 4,7-ից վերև ավելացնել տվյալ։ Դրա համար նախ կավելացնենք որևէ տող։ Ես դասի սկզբում ցույց տվեցի ինչպես ենք ավելացնում, մակետ գործիքաշարից ընտրենք ստավից սվերխու հրամանը։ Տեսեք 4,7-ին համապատասխան տվյալը 0,646-ը չի խախտվել։ Եվ եթե անգամ ցանկություն չունեմ 4,7-ի վերևում տեքստ կամ որևէ տվյալ ավելացնել, կավելացնեմ միայն 0,646-ի վերևում։ Աղյուսակը իրենից որևէ բարդություն չի ներկայացնում, այստեղ կառուցման սկզբունքն է, թե ինչ սկզբունքով կառուցենք, որպեսզի հետագայում տվյալների մուտքագրման ժամանակ որևէ խնդրի առաջ չկանգնենք։ Ներքևի աղյուսակը նույն սկզբունքով է կառուցված, ոչ թե իրար տակից գրված են տվյալները, այլ առանձին տողերով և առանձին սյուներով տվյալները մեկ-մեկ մուտքագրված են, միայն թե մեջտեղի գծերը, տեքստերի մեջտեղի գծերը, այստեղ նաև ուղղահայաց գծերը դարձված են անտեսանելի։ Այստեղ աղյուսակում կիրառված են նաև բջիջների միաձուլման եղանակները, կամ տեսեք, կարելի է կիրառել նաև ռետինգ գործիքը, որպեսզի հեռացնենք գծերը, սակայն այս դեպքում ավելի հարմար է աբիցինիզ ячейки կամ merge cells հրամանը կիրառել։ Փորձենք գոնե մի քանի վանդակ ստեղծել նման օրինակով։ Աղյուսակս մի քիչ մեծ է, լավ չի երևում, վերջից սկսենք։ A6 տողն եմ փորձում սարքել։ Հիմա տեսեք, այս վանդակները դատարկ են մնում, որոնք պետք է ավելացնենք։ Կարող եք վերցնել մատիտը և գծերը տանել։ Իսկ մյուս եղանակը, որը մի քիչ առաջ ներկայացրեցի, դա մակետ գործիքաշարից ռազմից ячейки հրամանն է։ Եկեք բաժանենք, ասենք 5 սյան։ Տողերը թողնում եմ անփոփոխ, քանի որ ինձ անհրաժեշտ է 5 տողն էլ բաժանել։ A6-ի դիմաց, տեսեք, 3 տող միաձուլված է, յուրաքանչյուրի մոտ 3 տող միաձուլված է, նշում եմ 3 վանդակ և ընտրում եմ աբիցինից ячейки, 3 վանդակ աբիցինից ячейки, այս նույնը կրկնում ենք։ Այս ամենը Microsoft Excel ծրագրում ավելի հեշտ է իրագործել, սակայն երբեմն անհրաժեշտ է լինում նաև հենց որ ծրագրում ձևավորել նմանատիպ աղյուսակներ։ Ուստի գործիքները նախատեսված են կիրառելու համար։ Որոնց էլ ես փորձում եմ ձեզ ծանոթացնել։ Դնենք կենտրոնական հավասարեցումը և փորձենք հավասարեցնել։ Հիմա ինչպես անենք, որ քառակուսի վանդակի տեսք ունենան այս բոլոր բջիջները։ Նշում ենք և կարող ենք սահմանել չափսը։ Ուրեմն լայնությունը, յուրաքանչյուրի լայնությունը այստեղ հավասարապես հաշված է 1,87։ Դուք ինքներդ կարող եք փոփոխել չափսը։ Ներքևի սլաքին սեղմելով թիվը փոքրանում է և եթե տեսնում եք քառակուսի վանդակների տեսք եք ստանում։
Փորձենք ռետինով էլ հեռացնել որևէ տող կամ որևէ գիծ, constructor, plastic, անգլերեն տարբերակում eraser և անմիջապես գծի վրա երբ որ նշում եք, անմիջապես գիծը հեռանում է։ Աղյուսակներ ստեղծելու ժամանակ երբեմն անհրաժեշտ է լինում նաև անկյունագծով գիծ տանել։ Դա սովորական ձևով անհրաժեշտ է ընտրել գիծը։ Ես ընտրեցի գիծ գործիքը, որպեսզի գծելու ժամանակ անտեսանելի բան չստացվի։ Սովորական գիծն եմ ընտրում, սահմանում եմ գծի հաստությունը, վերցնում ենք մատիտը և բավական է մատիտը մի ծայրից մյուսը տեղաշարժել։ Սրանք բոլոր այն հրամաններն էին, որոնք ես նախատեսել էի ձեզ այսօր ներկայացնել։ Հարգելի վեբինարի մասնակիցներ, եթե որևէ հարց կա, կարող եք ուղղել ձեր հարցերը, ես սիրով կպատասխանեմ դրանց։ Շատ ուրախ եմ, հարգելի Մարիա, որ կարողացա փոքր ինչ օգտակար լինել ձեզ համար։ Եթե ինչ-որ հարցեր կան, կարող եք ձեր հարցերը, դիտողությունները և առաջարկները թողնել նաև մեր Facebook-ի էջում, ես հիմա լինքը ձեզ կուղարկեմ, կարող եք մեզ միանալ այս հղումով։ Հարգելի մասնակիցներ, որևէ հարց կա, կխնդրեմ նաև փորձեք այս պահին, եթե ինչ-որ մի բան չի ստացվում աղյուսակների հետ կապված, ուղղեք հարցերը։ Հարգելի Մարիա, անպայման կլինի նման վեբինար, մաթեմատիկական բանաձևերի ներմուծում և խմբագրում։ Հարգելի մասնակիցներ, շնորհակալ եմ մասնակցության համար։ Ես սիրով կպատրաստեմ նաև վեբինար մաթեմատիկական բանաձևերի ստեղծում և խմբագրում և հուսով եմ ուշադիր կլինեք, կհետևեք մեր հայտարարություններին և կմասնակցեք այլ դասերի։ Հաջողություն։